Քրիստոսի խաղաղությունը ձեր հետ լացրիներս։ Մեր այսօրվա աղոթքն է աղոթք հայրենիքի եւ հայ ժողովրդի փրկության համար։ Հայրին, զորավոր խաչովդ պահպանիր հայոց երկրի բոլոր սահմանները, օրհնե եւ զորացու մեր քաջազուն զավակները, զինեզանոնք անսասան հավատքով եւ աներկյուղ պահե երևելի եւ աներևույթ ճշնամուն հարվածները։ Թող Սուրբ Ավետարան Ալլա մեր վահանը, իսկ քո ճշմարիտ խոսքը մեր սուրը, լեցու մեր հոգիները, ու Սուրբ հոգիով, որպեսզի մեր սրտերը չսասանին եւ մեր հավատքը երբեք չմարի։ Օրհնե Տեր մեր ժողովուրդը, որ դարերու փորձանքերու մեջ մնաց հավատարիմ քեզ։ Օրհնե մեր հողը, մեր գյուղերն ու քաղաքները, մեր դաշտերն ու սարերու գագաթները։ Թող խաղաղությունը եւ արդարությունը բույս բերեն մեր հայրենիքի մեջ, թող ամեն ընտանիք լեցվի քո սերով եւ ամեն տուն դառնա աղոթքի օջախ։ Լինենք միակամ ու միապան, լինենք եւ մնանք մեկ ազգ եւ մեկ եկեղեցի, թող մեր ժողովրդի մեջ իշխե ճշմարիտ հավատքը քո հանդեպ, սիրո եւ հարատեւ հավատարմության ոգին, հեռացուր մեզ մեր բարակտումը, չարիքը եւ վախը, լեցու մեր հոգիները քաջությամբ եւ հավատքով, եւ այժմ Տեր հատուկ աղոթք կբարձրացնենք մեր հերոս զավակներուն համար, որոնց իրենց սուրբ արյունը թափեցին հայրենիքի ազատության եւ ժողովրդի կյանքի համար։ Հիշե Տեր մեր նահատակները, նրանց հոգիները ընդունե քո երկնային արքայության մեջ։ Թող նրան զոհաբերությունը դառնա լույս եւ ոգեշնչում մեր սերունդներուն համար։ Օրհնե եւ պաշտպանե բոլոր սահմանապահները, զինվորները եւ քաջերը, որոնք այսօր կհսկին հայրենի հողի վրա։ Եվ թող ամենազոր աճդ Հովանի Ալլա մեր ժողովրդին եւ Հայաստան աշխարհին։ Թող քո լույսը շողա մեր վրա եւ քո խաղաղությունը տարածվի իբարս քո սուրբ անվան։ Ամեն։